50-ից 60 դրամափոխադրողներ կարող են համալրել Շիրակի մարզի գործազուրկների թիվը։ Այս շաբաթ գրեթե ամեն օր դրամափոխադրողները Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանի հյուրն էին։ Դրամափոխադրումներն արգելվում է Գյումրու կենտրոնական շուկայում, եւ մարզպետարանը գտնում է, որ այս գործունեությունը կանոնակարգման կարիք ունի, քանի որ հակասում է գործող օրենսդրությանը։ Տարադրամի փոխանակմամբ զբաղվողները պատրաստ են աշխատել հարկային դաշտում, միայն թե հարկերը տրամաբանության շրջանակներում լինեն։ Մեր ղեկավարությունը, մեր կառավարությունը մտնի մեր իրավիճակի մեջ, մեր դրության մեջ, հնարավորություն տա, մենք մեր առողջության հաշվին, մեր կողորտի, մեր ձայնալարերի հաշվին կարողանանք մեր ընտանիքների գոյությունը պահպանել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրամափոխադրողները ընդամենը օրվա հացի խնդիր են լուծում, փոխմարզպետը խոստացել է 15 օրվա ընթացքում խնդիրը կարգավորել կամ նրանցով համալրել գործազուրկների թիվը։ Այս շաբաթ Շիրակի մարզպետարանում էին նաև անհատ տաքսու վարորդները։ Կառավարության նոր որոշման համաձայն նրանք ամսական պետք է 20,000 դրամ վճարեն հարկային տեսչությանը, իսկ իրենցին սպիտակ համարանիշները փոխարինեն դեղիններով, որի համար անհրաժեշտ է փոխել նաև ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչը լրացուցիչ ծախս է։ Վարորդները պետք է ունենան նաև ուղիերթի հաշվիչ մեքենա, որն արժե 60,000 դրամ։ Սրանք գումարներ են, որոնք անհատ վարորդների գրպաններում չկան։ Ավտոն ունիմ 5-6 հոգի հետ կպահեմ։ Գազ կմուծեմ, լույս կմուծեմ, ջուր կմուծեմ, էլ տեղ չկա։ Շիրակի մարզպետարանը պատասխան չուներ, պատասխանի է սպասում Երևանից։ Մարզպետարանից այս շաբաթ լուծում էին պահանջում նաև Գյումրիի նախկին թիվ 2-րդ դպրոցում գործող շուկայի աշխատակիցները։ Տնտեսվարող սուբյեկտները հրաժարվել են աշխատել բարձր հարկերի պատճառով։ Շուկայում առևտրով զբաղվողները տնօրինությունից պահանջում են 10,000 դրամով իջեցնել հարկերը։ Տնօրինությունը հայտնել է, որ զիջել չի կարող։ Շուկայի տնօրինությունն ու վաճառողները համաձայնության չեն կարողանում գալ։ Պարարտանյութի թանկացումը ավելացրել է առանց այն էլ գյուղացիների բարդ ու ծանր կյանքը։ Հայաստանի ամենամեծ գյուղի ազատանի բնակիչները ոչ միայն ի վիճակի չեն պարարտանյութ ձեռք բերել, այլ չեն իրացրել նաև անցյալ տարվա բերքը, կարտոֆիլը։ Յուրաքանչյուր գյուղացի մոտ 30 տոննա կարտոֆիլ ունի, սակայն շուկա չկա։ Այն չեն կարողանում վաճառել նույնիսկ ամենացածր գներով։ Նախորդ տարի պարարտանյութը գյուղին տրամադրվել է վարկով, տոկոսներն էլ վճարելով գյուղացիները ստիպված են վճարել ավելի թանկ։ Ազատանում այսօր չկա մի կին, որն իր ոսկե զարդերը գրավ դրած չլինի պարարտանյութ գնելու համար։ Կամսկանի սմիտանեն, ստամոքսներս նգայել տան, ինչ կա։ Կարտոլու թթուել, պան։ Ող մեկը պարզենոր թիքեմ մի շեմք է։ Գյումրու թիվ 19 դպրոցն այս շաբաթ էլ չունեցավ տնօրեն։ Դպրոցի կառավարման խորհրդի անդամները չեն ներկայացել ճիշտ ժամանակին եւ քվորում չապահովելու պատճառով մրցույթը հետաձգվել է։ Կառավարման խորհրդի որոշ անդամներ գտնում են, որ սա ընդամենը մրցույթը բոյկոտելու ձև է։ Վանաձորի բազումի 12 շենքի բնակիչ Տիկին Լյուդմիլան արդեն 20 տարի է դույլերով հալոց քաջրեր է հավաքում սեփական բնակարանում, քանի որ ապրում է բազմահարկի վերջին հարկում։ Նրա բնակարանն այս վիճակում է հայտնվել 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո։ Կենցաղային տարրական պայմաններից զուրկ այս խոնավ բնակարանում 3 անչափահաս երեխա է մեծանում։ Չի գործում նաև բազմահարկի վերելակը եւ Տիկին Լյուդմիլան իր վատառողջ երեխային ստիպված գրկած է բարձրացնում եւ իջեցնում։ Ոչ միայն Տիկին Լյուդմիլան, այլև շենքի բոլոր բնակիչները բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին եւ որևէ պատասխան չստացել։ Անմարդկային պայմաններում է ապրում նաև առաջին կարգի հաշմանդամ Գուգար գյուղի բնակիչ Գրիշա Բաբայանը։ Երկրաշարժը անտարբեր չի անցել նաև նրա տան կողքով։ Բնակարանը դարձել է 5-րդ աստիճանի վթարային, զրկված է ջրից եւ կենցաղային պայմաններից։ Երկու փետով վերեմ կենեմ, գնում եմ հասնեմ վարոտի կուշտը, թելերը բռնելով գնում եմ ընդի, թելերով բռնելով, հետ եմ գալի են պարավի նման կծիկը քանդելով գնում եմ, կծիկը քանդելով հետ գալի, որ չկորչեմ։ 1992 թվականից կույր հաշմանդամը ընդգրկվել է համայնքի պետական միջոցների հաշվին անհատական բնակարանաշինություն իրականացնելու համար տրամադրվելիք վարկի ցուցակում։ Մինչ օրս այս ցուցակից շատերի համար են բնակարան կառուցել, իսկ Գրիշա Բաբայանին մոռացել են։ Չեմ ասում իմը սարչեն նրան, բայց իմը առաջ նա հերթա, որովհետև ես ես վիճակին եմ, նրանք աշկներն էլ ատեն եմ, նրանք գոմն էլ կապ, ես գոմն էլ, հրե դոմիկը դրանը տեսնում ես, դոմիկից քանի տարի դուս եմ եկել ես փուլ եկածի տակին եմ ապրում, սա տուն չի, փլված է։ Վանաձորի բնակիչների շրջանում այս շաբաթ լուրեր էին պտտվում տարածված աղիքային հիվանդության մասին։ Լոռու մարզի համապատասխան մարմինները վստահեցնում են, որ նման վարակ չկա, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում 23 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Աղիքային հիվանդությունների պատճառը կերակուրն է եղել։ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն այս շաբաթ հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ եւ ամփոփել արած ու չարած գործերը։
Ըստ մարզպետի տվյալների նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճ են ունեցել մարզի գրեթե բոլոր տարածաշրջանները, սակայն եկամուտների ցուցանիշների հավաքագրումը մնում է ցածր մակարդակի վրա։ Նախարարը գտնում է, որ դա համայնքի ղեկավարների անբավարար աշխատանքի եւ թերացումների արդյունք է։ 80-ականներին կառուցված Վանաձորի ճոպանուղին, որի գոյությամբ պարտանում էին քաղաքի բնակիչները, այսօր մոռացված է։ 2006 թվականին ճոպանուղին հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությանը, ավերված ու թալանված վիճակում։ Քաղաքապետարանն իր սեփական բյուջեով այսօր պարզապես չի կարող վերանորոգել ճոպանուղին։ Բացի ճոպանուղու վերանորոգումից անհրաժեշտ է հանգստի պայմաններ ստեղծել նաև հարակից տարածքում։ Վանաձորի քաղաքապետարանը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սակայն պատասխան չստանալուց հետո միջազգային մրցույթ է հայտարարել։ Վանաձորի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետը հույս է հայտնում, որ կգտնվեն զբոսաշրջության ոլորտում հետաքրքրված գործարարներ, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ կատարել։ Վանաձորում իսպառ բացակայում են հանրային զուգարանները, որոնց բացակայությունն ավելի խիստ է զգացվում ամռանը։ Այգիներն ու կանաչ տարածքները փոխարինում են զուգարաններին։ Վանաձորի բնակիչները տեղական իշխանություններից պահանջում են լուծել այս խնդիրը, որը չի կարող վրիպել հատկապես Վանաձոր այցելած ոչ տեղացիների եւ օտարերկրացիների աչքերից։ Վանաձորի քաղաքապետարանը պատրաստվում է այգիների վարձակալների հետ պայմանագրերում լուծել նաև հանրային զուգարանների խնդիրը եւ սպասում են եղանակների տաքանալուն։ Վանաձորցիները դժգոհում են նաև, որ փողոցները անվանակոչվելուց հետո շենքերը չեն համարակալվել, ցուցանակները չեն փակցվել եւ անծանոթները պարզապես չեն կարող գտնել իրենց անհրաժեշտ հասցեն։ 2008 թվականի նոյեմբերին Սանահիր կայարանի թաղամասում, որը հայտնի է Կամչատկա անունով, Դեպետ գետի երկայնքով 300 մետր երկարությամբ ամրացման աշխատանքներ են իրականացվել։ Ծախսվել է մոտ 24 միլիոն 34 հազար 500 դրամ։ Թաղամասի բնակիչները այսօր գոհ են կատարված աշխատանքից, սակայն փորձաքննությունը սպասվում է գարնանը, երբ գետը կվարարի։ Թեև գետի երկայնքով ամրացման աշխատանքներ են տարվել, սակայն շարունակում են մեծ քանակությամբ ավազ հանել գետից, ինչը փոխում է գետի հունը։ Այսա 20 օր ամեն օր քանի ավտո կամազներ բարձած թոզա, հետո քարերը ուժեղ քշում են, քարերը թափում է, առաջի հարկը քանդելա, ջարդելա Շուշենին։ Իդեպ թաղամասի երկու շենքերի բնակիչները նորմալ կենցաղային պայմանների մասին այսօր միայն երազում են։ Երկու շենքերի բնակիչները օգտվում են դրսում կառուցված երկու զուգարանից, տղամարդկանց եւ կանանց համար։ Օրերս կանան զուգարանը փլվել է, իսկ այդ պահին ներսում գտնվող երեխան մի կերպ հասցրել է դուրս գալ։ Դեկտեմբերի 28-ին փլվեց, իմ աղջիկը մեջին էր, անմիջապես տեսա, որ ճղճղոց է գալի, դուրս թռավ։ Հիմա մենք գնում ենք տղամարդկանց զուգարանը, անհարմար զգալով գնում ենք տղամարդկանց զուգարանը։ 3 ամսով Երևանից Ալավերդի է գործուղվել մանկաբարձ գինեկոլոգ Վադիմ Ֆրալովը։ Առաջիկա 3 ամիսների ընթացքում նա Ալավերդու բժիշկներին պատրաստվում է փոխանցել իր փորձն ու բժշկության իր ոլորտի նորամուծությունները։ Առաջիկա օրերին բժիշկը պատրաստ է ընդունել եւ լսել տարբեր խնդիրներ ունեցող կանանց։ Երկարատև աշխատանքից հետո Ալավերդու քաղաքային թատրոնի դերասաններին ծանրաբեռնված աշխատանք է սպասվում։ Ռեժիսոր Հրաչյա Պապինյանը պատրաստվում է միաժամանակ աշխատել 2 բեմադրության վրա։ Պիեսները Պապինյանը մտադիր է բեմադրել 4 ամսվա ընթացքում, դերերը դեռ բաժանված չեն, սակայն դերասանների համար կարևորը սիրելի գործով զբաղվելու հնարավորությունն է։